Ասելու բան չկա։ Պահանջ են ձևավորում հուդաների հետ միասին 10 հուդաների Վեհապարի հետ հրաժարականը, այսինքն իրանք ասում են, որ վեհապարը 2 երեխա ունի, պետք է հրաժարական տա, Կճոյանը 6 երեխա ունի, Կճոյանին բերեն դնեն, այսօր գրկա խառնվել էր Կճոյանի հետ։ Մեծ արգոս սրիկան։ Ասելու բան չկա, ավելորդը ամեն մի բառը կարգալույց անել, ինչ անել դրա։ Չկա կարգալույց անել, իրանք շատ փոքր են։ Չէ, միանշանակ կարգալույց, միանշանակ, առանց վարանելու։ 50 սրբազան ունենք, թող հավաքվեն եւ կարգալույց անեն։ Իսկ հնարավոր է հուդաների թիվը մեծանա։ Չէ, ինչ չի թվում, ինչ ունենք երևի։ Ինչ ունենք։ Եթե արշավեն մայրաթորի վրա կունենա, իրանք փոշման են դրա համար շատ։ Թող փորձեն եւ տեսնեն, որ փոշմանում են ամեն ինչի համար։ Այդ կլինի իրանք սկզբի վերջը։ Ինչ ունեք ասելու վեհապար հորը։ Կաթողիկոսին, Որ ամենայն հայոց լինի, կաթողիկոսին։ մենք իր կողքին ամբողջ էջմիածնեցիներով կողմացինք։ Միանշանակ։ Այդքան բան չկա։ Էջմիածնեցիները հասկանում են, որ այսօր ինչ որ իմաստով հայ ժողովրդի ճակատագիր իրենցից է կախված, որտեղ վերջին սյունն է մնացել հայկական։ Ինձ թվում է, որ Եթե սա էլ թշնամին հաղթահարեց։ Ինձ թվում է, որ հասկանում են։ Միանշանակ հասկանում են։ Դե երևում է, որ հասկանում են, այսօրվա մայրաթորի ժողովրդից երևաց, որ հասկանում են։ Որտեղ ամբողջ Երևանը ստեղ է մի մարդու նման։ Բա էջմիածնեցիք։ Նույնն էլ էջմիածնեցիք։ Էջմիածնեցիք 9:30-ից են ստեղ եկել։ 9:30-ից մայրտաճարի բակում են եղել։ Բոլոր էջմիածնեցիները։ Մեզ ուժ, հավատ, տեսնենք ինչ ալի։